Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ըստ Արդարադատության նախարարի։ Սրբուհի Գալյանի ասելով ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովի գնահատականներում եւս որևէ խոսք չի եղել քաղբանտարկյալների մասին։ Հետևությունները պետք է անեն մասնագետները։ Չի կարելի պատասխանվել քաղաքական հայացքի, մարդու ստատուսի, կարգավիճակի ետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, այս փուլում դրա մասին ենք խոսում, ու հետո խոսել չքաղաքական հետապնդումների մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին պարտադիր պետք է տրվի հետո քաղաքական ենթատեքստ։ Իսկ Հայաստանում բանտարկված վերջերս էլ Թուրքիայի միջոցով Դամասկոսին փոխանցված սիրիացի վարձկանները վերադարձվել են մեկ պայմանով։ Ասում է նախարարը, նրանք պետք է շարունակեն պատիժը կրել Սիրիայում։ Ըստ Գալյանի, օրենքով հենց նախարարությանն է վերապահված եղել հայեցողությունը, գնահատելու թե արժե արդյոք փոխանցել դատապարտյալներին այլ պետությունում պատիժը կրելու համար։ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում եւս ընտրվել է այդ ճանապարհը եւ վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել։ Մարտին արդեն կունենանք նոր սահմանադրության տեքստը, որը պատրաստ կլինի հրապարակման։ Սահմանված ժամկետներից շեղումներ չեն նախատեսվում։ Գալյանն ասում է, արդեն պատրաստվում են հանրային իրազեկման արշավին, հաշվի առնելով, որ նոր սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեով եւ վերջնական խոսքը ժողովրդինն է։ Անկախության հռչակագրի հետ կապված մենք համոզելու խնդիր չունենք որևէ մեկին։ Ներքին օրակարգն է, արտաքին օրակարգ, մեզ չի հետաքրքրում երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Խաղաղությունը բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետքա փայփայել եւ Հայաստանի զարգացման համար ունենալ հստակ պլան, որը իր արտացոլումն ունենալու նաեւ սահմանադրության համատեքստում։ Սա պետք է հաշվի առնեն քաղաքացիները իրենց որոշումը կայացնելիս։ Ամփոփիչ ասուլիսի մյուս թեման պարգևավճարներն են։ Մոտավորապես 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի։ Նախարարն ասում է, որ մասնավոր եւ պետական ոլորտում աշխատողների աշխատավարձը մրցունակ չէ։ Պետականում շատ ավելի ցածր են ստանում եւ որոշել են մինչեւ աշխատավարձերի բարձրացումը նախ պարգևավճար տալ 1 տարվա աշխատանքի համար։ Ես անզգուշություն ունեցա հնչեցնել թիվ եւ այդ թիվը պատտվեց ժողովրդի շրջանում, առաջացնելով դժգոհություն եւ չնայած որ ես նշել էի, որ օրինակ այդ 6-ից 7 միլիոնը ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասն է եւ եթե մենք հիմա միասին այդ վարժությունը կատարենք, դուք ամիսների բաժանեք կտեսնեք, որ դա կարող է այլ կերպ օրինակ լինել աշխատավարձի բարձրացում ամսական 400 կամ 500,000 դրամով ենթադրենք։ Չգիտեմ այդ դեպքում դժգոհության նույն ալիքը կբարձրանար թե չէ։ Իսկ համաներում չի նախատեսվում։ Դրա փոխարեն շարունակվում է աշխատանքը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կատարելագործման ուղղությամբ։ Հայաստանում 2025 թվականին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 171 անձ, 2024-ին 138։ Ալադավթյան, Էպիկենտրոն։